ադրբեջանցիները մշակում են ծրագիր, մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու եւ ինչ իրավունքներ են ունենալու։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը համակարգող է նշանակվել այս process-ի եւ գրեթե ամեն տարի անցկացնում է միջոցառումներ վերադարձի ձևաչափով։ Բայց անցած տարի անգամ Բրյուսելում վերադարձի մասին համագումար էին արել եւ այս կոնցեպցիայի մեջ շատ տարօրինակ մի քանի բաներ կա։ Առաջինը ուժային կառույցների իրենց համար առանձին ուժային կառույցներ ունենալու գաղափարն է, այսինքն նրանք երկարաժամկետ ծրագիր ունեն, որ իրենց կարծիքով վերադարձող ադրբեջանցիները, իսկ մեր կարծիքով այն մարդիկ, ում ուզում են Հայաստան ուղղակի ուղարկեն, եւ ճշմարտությունը դա է, պետք է ունենան անվտանգային ուժեր։ Սա իրենց օֆիցիալ կայքերից, օֆիցիալ մի քանի տեղեկատվական պորտալներից ստացած տեղեկատվություն է, որը Միլի Մեջլիսում իրենց ազգային ժողովում քննարկված եւ ՄԱԿ ներկայացված ծրագիր է։ Այստեղ կոնցեպցիայի մեջ գրված է, որ վերադարձը պետք է լինի ոչ թե բոլոր համայնքներ, այլ այն համայնքները, որտեղ իրենց կարծիքով իրենք ապրել են։ Առաջնայինը իրենց տերմինոլոգիայով եմ ասում, Սանգեզուրի տարածաշրջան, իրենց տերմինոլոգիայով մեր Վարդենիսի տարածաշրջան, Մասիսի տարածաշրջան, այն տարածաշրջանները ասում են, որ նաև կոնցեպցիայում, որ եթե թույլ չտրվի նույն բնակչության թվականական իրենց հետնորդների այնտեղ վերադարձ, դա կհամարվի ռասիզմ։ Սա էլ Սյունիքի ճանապարհի, Սահմանադրության փոփոխության, 5 շրջանների, 2 շրջանի, Արցախի պես զիջվելու է։ Մենք միշտ խոսում ենք, ասում ենք ներքին լսարանի համար ասում, որ Արցախը հետ ենք բերելու, իրենք իբր հետ են բերելու, գրավելու է Ղարաբաղը։ Ներքին լսարանի համար թե արեց գործը։ Ներքին լսարանի համար ասում էին Սյունիքի ճանապարհի մասին է խոսում։ Ասում են պատկերացիք 70 օր առաջ այդ մարդը բարձրացել է եւ ասել է հիմքեր պատրաստեք իր գիտնականներին։ Չի գնացել ինչ որ այլ քաղաքական հանդիպում չի եղել։ Երկը նախագահ հանդիպել է գիտնականների հետ։ Կոնցեպցիայի մեջ մի շարք այլ հետաքրքիր բաներ կա, որը դուք կտեսնեք, որ նա այնտեղ ասում է, որ այլ ընտրանքային ուղիներ են փնտրելու, եթե այս տարբերակը չեղավ այնպես, ՄԱԿ-ը պետք է ստանձնի պարտավորություն, եթե չեղավ այդ տարբերակը, մենք պետք է չխոսեինք, ասենք ներքին լսարանի համար է ասում։ Հիմա էլ ենք զգուշացնում, էսի ներքին լսարանի համար չի։ Մեղրից 10 կիլոմետր վրա ֆորում անել միջազգային վերադարձի մասին, ոչ թե համայնքի ընդհանուր։ Ներքին լսարանի համար չի։ Բրյուսելում ֆորում անելը ներքին լսարանի համար չի։ Այս մարդիկ աչք ունեն այս հողի վրա։ Արխային չի կարելի ընկնել, ամեն օր խոսում են։ Ընտրությունից 11 օր հետո են ֆորում դրել։ Բաքվի պետական տնտեսագիտական համալսարանում ամբիոնա մարդ բացում, որ ուսումնասիրի մեր հանքերը։ Էլ ինչ ասեմ։ Իրա օգնականը դուրս է գալ հայտարարում 300,000 ադրբեջանցու մասին մի 10 օր առաջ։ Ինչ ասեմ, որ արխային չընկնենք, ժողովուրդ։ Ընդունվելու է օրենք, որը գործելու է տասնամյակներ։ Հակա Սաֆարովյան օրենք, որով Հակա Սաֆարովյան օրենք, այո։ Իրենք թող գտնեն ով է Սաֆարովը եւ հասկանան, թե ինչու է այդ օրենքը հայ հասարակությունը ընդունել։ Հակա Սաֆարովյան օրենքը նախատեսում է Ադրբեջանի քաղաքացին։ Այսօր կա auctions կայք, որը հիշում եք, մենք ասեցինք, որ Ադրբեջանի քաղաքացիները նշված են որպես երկիր, որի քաղաքացին կարա մասնակցի Հայաստանում աճուրդի։ Ես դա Facebook-ի մեր էջում հրապարակեցի։ Դրանից հետո իրենք ասեցին, որ դա շուտ է դրվել։ Իսկ դրանից հետո մի շաբաթ հետո տարածքային կառավարման նախարարը ասեց, մենք ունենք նոր կայք, e-auctions աճուրդների կայք, որը գործարկել ենք նոր։ Այդ կայքով Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի գնում անի, իհարկե, այս բանը ինչ է, խաղաղության պայմանագրից հետո։ Հիմա մեր քայլը ինչ է լինելու։ Ադրբեջանի քաղաքացին իրավունք չի ունենալու հող գնել։ Այսօր էլ քաղաքացիները օտարերկրյա հող կարող են գնել միայն ընկերության միջոցով։ Բացում են ընկերություն 20,000 դրամով, գնում են հող։ Իրավունք չի ունենալու ընկերությունների միջոցով էլ հող գնի, բնակարան գնի եւ անգամ նվեր ստանա Հայաստանում գույք։ 1 Երկրորդ Հայաստանում 10 օրից ավել գտնվելու իրավունք չի ունենալու։ 10 օր թող գան գնան, ոչ ավել։ Եվ այս օրենքը գործելու է տասնյակ հարյուրավոր տարիներ։ Հուսով եմ հարյուրավոր, բայց վստահ եմ տասնյակ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, մեր հասարակությունը ամեն ինչ պետք է անի, որ այս փոփոխությունը լինի, ու այս Հայաստանում իշխանությունը
փոփոխվի դրա արդյունքում կանգնեցնելով այս process-ը։ Դրա արդյունքում մենք կարողանանք կանգնեցնել այս process-ը ամենաէֆեկտիվ ձևով։ Դրա համար պայքար։